Ողջույն սիրելի հետևորդներ, ունենք թեմոյից ծանրոցներ։ Վերջի շրջանում թեմոյից շատ ծանրոցներ էի ստացել և Pinduoduoից, բայց YouTube չեմ տեղադրել։ Всё։ Ուրեմն սկսենք երևի թե ամենամեծերից։ Այսպիսի такой рюкзак։ Կտորի է ինքը ավելի շատ, քան թե կաշի։ Կար սրա բաց գույնն էլ, բոլորդ եւի տեսած կլինեք, բայց ես պատվիրեցի սևը, ճիշտն ասած։ Շատ շուտ ես բարեկամության մետրոյից գնել էի լյուքսակ, բայց այդ որակի չէի ճարում, Հայաստանում էլ ստիպված սենց պատվիրեցի։ Այս իրա մեջ սենց ռիմեշոկ կա։ Չափը բավականին լավն է, իրա գրպանիկները նույնպես լավն են։ Կողքն է կա գրպանիկ և հետևի կողմը նույնպես գրպանիկ կա։ Իրականում սան տվել եմ կարծեմ 4.5, բայց նաև քեշբեք է ինձ հետ նստել, եթե չեմ սխալվում 30%։ Այսինքն ինքը մոտ մի 3.5 է նստել, թե 3 չեմ հիշում քանի տոկոս քեշբեք էր, բայց քեշբեկներից եմ օգտվել։ Սա գնահատում եմ երևի թե 10-ից 10, կտորը ոչ, այսինքն սա ոչ կտոր է, ոչ կաշի է, չեմ հասկանում ինչ հետաքրքիր բան է, բայց կտոր է չի ինքը։ Մի խոսքով սա հավանում եմ։ Այս մեկ։ Երկրորդը գնել եմ սենց, как называется? Следники. Այսպիսի ոթասների մեջ տնելու համար, որպեսի ավելի բարձրացնի և երբ որ շատ ես քայլում, կրունկների հատվածը շատ չհոգնի։ Տեսնենք, չգիտեմ ինչքանով է որակով, ինչքանով շուտ կնստի, սենց։ Մատե պատվիրել եմ նույն տեսակի սևը, սա լուրջ կաչիսկա է, որակա։ Ես էլ սենց։ Սանց որ ավելի փափուկ է, սա ավելի պինդ է։ Նենց չէր հասկացվում, որն ավելի որակով, երկուսն է կփորձեմ տեսնենք, որն է ավելի լավ։ 700 դրամի կարգեր, կարծում եմ թանկ էր, էժան չկար, ինձ էլ պետք էր, ստիպված պատվիրեցի, մեկ լավ սկիդկաներ ա լինում, այսինքն իրան կարելի էր մինչև 400 դրամով գնել։ Հաջորդները։ Պատվիրել եմ այսպիսի մազակա, քեշբեքն է նստել է ինքը մոտ 400 դրամ չի կազմել, 300 քանի դրամ էր, 80 թե 60 չեմ հիշում, այսպիսի։ Պատվիրել եմ միանգամից 4 գույն, այսպես կանաչը, կարիճնևի և ոտ սերի։ Մինի փոքրները նույնպես պատվիրել եմ, այսպես, տեղ է չապացվում։ Որակը չգիտեմ ինչպիսին կլինի, երևի թե լավ կլինի, լավը կլինի։ Ամեն դեպքում, սրանք է մոտ մի 300 քանի դրամ էր, 400 դրամ չէր հասնում։ Հաջորդը, սրանք արդեն չեմ հիշում որը ինչա, պիտի հերթով բացենք նայենք, կոսմետիկաները։ Ուրեմն
Բավականին լավ են փաթեթավորում արել, մալայձեց։ Մի ժամանակ Շեյնից, Կամեոյից երբ որ գնումներ էիր անում, ահագին է քաշի գումար էր տալի։ Այն որ քաշի գումար չենք տալիս, այդ լավ է։ Ուրեմն, սա Missline ֆիրման է, Missline ֆիրման Երևանի խանութից լուելից ես շուտ գնելու ու բավականին թանկ արժեր։ Պարզվում է ինքը չինական ֆիրմա է, ասես ինչ-որ գլոս է։ Օ, շոկոլադный, как карамель или. У меня есть пантограф, просто сейчас так получилось, что ты будешь снимать видео. Обычно ты ставишь? Да, вот. Սա բավականին լավն էր հոտը, դիզայնը նույնպես։ Вот такой. Տեքստուրան ոնց որ թե նույնպես լավն է։ Ոյ, թափում է։ Մի խոսքով սանից գոհ եմ։ Լավն էր։ Դիզայնը 10-ից 10, հոտը լավն է, տեքստուրան լավն էր։ Այս ֆիրման, ովքեր լուել խանութից օգտվել են, այնտեղ լինում էր ու թանկ էր լինում իմիջիալոց, ես կանսիլերն ունեմ, կանսիլերը ճիշտ է գոհ չի, բայց թանկ արժեր, հիմա կարող եք տեմոյից պատվիրել։ Հիմա ես տեսնենք ինչա, այնքան շատ բան եմ պատվիրել, չեմ հիշում, որը ինչա։ Այս երևի թե գլոս է լինելու։ Вот так. Փաթեթավորումները բավականին լավ են արել։ Օ, maленький очень. Շատ փոքր է, բայց նկարներում չէր երևում, որ ինքը փոքր է։ Նկարներում սովորական sense գլոսի չափեր երևում։ Տեսեք, в картинке не видно, что так маленький. Вкус как? Приятный вкус. Сладкий. Так. Այսպես հաջորդը տեսնենք ինչ եմ պատվիրել։ Unboxing։ Վերջի շրջանում էլ վիդեոներ չէի նկարում, որտեղ YouTube-ից մոնետիզացիայի հարցը տենց է չլուծվեց ու ջղայնանում էի, որ աշխատանք եմ կատարում, նկարում եմ, բայց հիմա ճիշտ ասած լավ հեռախոսով չեմ նկարում, իմ հեռախոսի մեջ տեղ չկար, iPhone-ի մեջ տեղ չկար։ Հատուկ ես Android-ը սիրում, iPhone-ը գնացի վիդեոներ նկարելու համար, բայց որ դեռ գումար չեմ աշխատում YouTube-ով, դրա համար արդեն ջղայնացել էի ու վիդեոներ չէի նկարահանում։ Սա էլ հանքերի համար, հուսով եմ ճիշտ գույն եմ ընտրել, կփորձեմ ու սրանց հետ կապված կկիսվեմ, 02 համարն եմ ընտրել, սա եթե չեմ սխալում 600 դրամը չէր անցնում կամ 650 էր, Այսպես տեքստ կիստը շկա, առաջի անգամ եմ տեսնում ճիշտ ասած, չգիտեմ удобнее չի, այսպես, Այստեղ ունենք, չգիտեմ նորից ինչ, я даже не помню, что там, очень много заказ сделал. Помада опять? Может помада, не знаю, что это. Упаковка очень хорошая сделали, красиво, да? Это люкс копи сделали. Селена Гомес есть такой бренд. Они сделали вот дизайн так люкс копи. Это помада, но сделает как румяна, блаш. Но там написано блаш, а когда я заказал, там видно, что можешь сделать так и использовать как блаш, но там написано, когда я сделал заказ, что это помада. Я не знаю, это матовый или нет. Բավականին մուկոտ ռոզվի գույնի եղբորս հարսի հետ են, կնոջ հետ են նկարում վիդեոն, ինքը զգոչյան ռուս է, դա մերսենց ռուսեն ենք ասում, ուրեմն, չգիտեմ ինքը մատվի ա թե չէ, մսորտը մատվի չի,
կամ կարող է ուշաչարանում։ Դիզայնը գնահատում եմ նորմալ, մեջը ոնց հասկացա ահագին կա, այնպեսի գույն է, որ սա շատ հաճախ կօգտագործեմ։ Մենակ վրայի գրվածը մի փոքր այլ բան գրված լիներ, ավելի սիրուն կլիներ։ Դիզայնը գնահատում եմ եւի թե 10-ից 8։ Հոտը չհասկացա հոտ ուներ, թե չէ, մի վարքյան։ Թեթևակի հոտ ունի։ Հա, իմիջիայլոց այս գլխիկն է բավականին մեծ, ասենց շատ հարմար է լինում։ Հետաքրքիր բաներ է շատ։ Այս էլ սենց։ Իրականում գոհ եմ իմ գնումներից։ Այստեղ էլի մի բան ունենք, ես չգիտեմ ինչ է։ Это тоже не помню, что там. Часто я знаю, что, но очень много сделал заказ, поэтому не помню, что там лежит. Այ։ Նկարներում իրանք սենց տուփերով չէ, դրա համար չգիտեմ կոնկրետ որն է, չես հասկանում։ Բայց փաթեթավորումը թեմուն մալազիաց, բավականին լավ է կատարել։ Տեսնենք։ Չնայած մեզ պետք է չի լինելու, սենց բացենք։ Ух ты. Опа, ой. Много слишком. Это тоже сладкий пахнет, да? Сделано красиво. Բավականին պինդ է ինքը տեքստուրան, հենց նոր փորձեցի։ Այս մոտ 600 դրամ չէր հասնում։ Թեմոյում բանում կար, Ազոնում, բավականին թանկ էր համեմատած։ Ու որոշեցի սենց պատվիրեմ։ Dior-ի ինչ-որ քոփի տեսակն է, բանում այդ Wildberries-ում եւ Ազոնում ավելի շատ այս գլխիկներ կար։ Այս տեսակն է կար, բայց այս գլխիկով որ կա Dior-ի, այդ տեսակն է քոփին արված։ Սա հիմա տեքստուրան է բավականին լավն է, որ չի սխում շրթունքներից։ Ես գոհ եմ, շատ լավն էր, սա էր լավը։ Բերեք այսու այս մնաց, բացենք։ Ու всё. И всё. Գույնը, ոնց հասկանում եմ, իմ պատվիրած գույնը ոնց որ թե չի։ Համար գրված է 3, պիտի ստուգեմ, այնտեղ նկարներում լրիվ ուրիշ գույն է արևում։ Գիտեք սա ինչի եմ պատվիրել, որտեվ կլեպաչին ինչ-որ նմանություն ուներ նկարներում։ Կլեպաչը գիտեք բավականին թանկ են կառնում դիմահարդարներս, եթե նույն անալոգը լինի, այսինքն նույն տեսակի էֆեկտ ունենա, խորտ կտամ հենց իրան է պատվիրեք։ Вот так. Սենց հատիկները ոնց որ կլեպաչից բանա, կոշտա, տեսեք սա մեջ երկու գույնի խառնուրդ կա, ոսկե գույն է ինքը կեղտոտ ու ինչ-որ փալիկներ կա կապույտ, մենակ կապույտն է փայլում, են մեկը չի փայլում, չէ այդքանի կլեպաչին նման չի, շատը կլեպաչի խաթեր պատվիրեցի համար, կփորձեմ, դիմահարդարում կանեմ, մի հատ կհասկանամ արժե պատվիրեք թե չէ, բայց չէ, սա կլեպաչ գնացող գույն չի, հետո գույնն էլ լավաբշե ուրիշ գույն են ուղարկել, ոնց հասկացա, այս էլ սենց, это вот так, և մնաց վերջինը, սրա այդ երկու ացենց պադարկ են դրել, սա էլ Huda Beauty անալոգն են արել, շատ հարմար է դեմքի համար, 3 ակցիայով կարողացում եմ պատվիրեմ, բայց հիշեցի, որ 2 հատ դրել են, մի հատ ես կփորձեմ տեսնեմ գոհ եմ, դժգոհ եմ նոր, այս 2 հատն է ահագին կգնա էլի, իրանքն այն չի շուտ մաշվում է, և սենց պուդրի եմ պատվիրել, փոշի պուդրա, вот так, Թե լավ, պուդրան էլ չբացենք, հետո կբացեմ, թե։ Եվ այստեղ ինչ-որ բան կա դրած, որ պիտի բացենք։ Օհո։ Հա, լենթ կա, տամ։
Угу. Ленточку. Пудране ոնց որ թերը վատը չի։ Нет запах вообще. Հոտ չունի։ Մի խոսքով սա կփորձեմ ու կկիսվեմ։ Լավն է, լավը չի արժե, առնեք չարժե։ Ընդհանուր գնումներից գոհ եմ, այստեղ միակ բանը որ գոհ չէի, այս գույնը ոնց որ թեմ ուզած գույնը չեն ուղարկե, ուրիշ գույն են ուղարկե, կամ նկարներում ինքը ուրիշ էր երևում, չգիտեմ։ Եվ սրանք որ թանկ եմ առա, это было дорого։ Վերջ, всё։ Եթե օգտակար էր, կկիսվեք, կգրեք մեկնաբանությունում, ես հետո առանձին սենց վերաբերյալ վիդեոներ կանեմ։ Всё։